Հայաստանի և Վրաստանի պատմության ընթացքը դարերի խորքից եկող բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վկայություն է։ Վրաստանի անկախության 107-ամյակի և Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի բացման արարողության ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ընդգծելով երկու ժողովուրդները կերտել են հարևանության եզակի օրինակ, որտեղ պատմական իրադարձությունները միայն ամրապնդել են փոխադարձ վստահությունը։ Այսօր էլ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններն առանձնանում են ամուր արմատներով և վստահելի գործընկերությամբ։ Մեր ժողովուրդները կապված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլև մշակութային ժառանգությամբ, հոգևոր արժեքներով և քաղաքակրթական ընտրությամբ։ Մեր նախնիները դարերով կառուցել են կամուրջներ ոչ միայն քարից ու երկաթից, այլ նաև ոգեղեն ստեղծագործության, գրական խոսքի և արվեստի միջոցով։ Կարևորելով Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային կապերի շարունակական զարգացումը, նախարարը պատրաստակամություն հայտնեց առավել խորացնելու ոլորտային գործակցությունը մշակութային ժառանգության պահպանության, երաժշտ արվեստի, թատերարվեստի, կինոյի և մշակույթի կրթության ոլորտներում, երիտասարդ արվեստագետների փոխանակման և բազմաբնույթ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։ Այս օրերին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հաղորդակցվելու Վրաստանի հարուստ մշակույթին իր բոլոր դրսևորումներով, այդ թվում ազգային խոհանոց, գինոավանդույթներ, ստեղծարար ոլորտի ձեռքբերումներ։ Վստահ եմ, որ Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն Հայաստանի մշակութային կյանքի գունապնակը նոր բովանդակություն և ջերմություն հաղորդելով Հայաստան-Վրաստան միջմշակութային երկխոսությանը։ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գնահատմամբ երկու երկրների մշակութային կապերը պատմական ամուր հիմքեր ունեն։ Մեր եղբայրությունն ու բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Մեր ժողովուրդները համատեղ հաղթահարելով դժվարությունները կարողացել են պահպանել պետականությունը և հասնել ներկա օրերին փոխադարձ օգնության և գործակցության շնորհիվ։ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն, ընդգծելով հայ-վրացական սերտ գործակցության կարևորությունը, նշեց 2024 թվականին Վրաստան է այցելել ավելի քան 1 միլիոն Հայաստանի քաղաքացի, կազմելով զբոսաշրջային հոսքի շուրջ 12%-ը։ Դեսպանը հավելեց, որ նույն տարում Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը մոտ է եղել 1 միլիարդ դոլարին։ Այս տարի Երևանում անցկացվում են Վրաստանի մշակույթի օրերը, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերը։ Հուսով ենք, որ բոլորը կվայելեն վրացական գինին, խոհանոցը և ազգային պարերը առաջիկա օրերին այստեղ, Երևանի սրտում։ Վրաստանի մշակույթի օրերի բացման միջոցառմանը Վրաստանի երգիչ կատարողները ներկայացրեցին հայկական և վրացական հայտնի և սիրված երգեր։ Մշակույթի օրերի շրջանակում Մաշտոցի պողոտայում Դիանա Աբգարի պուրակում անցկացվում է վրացական գինու, մշակույթի և ընտանիքի օրվան նվիրված տոնական միջոցառում, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգային ձևաչափով կներկայացվեն վրացական ավանդական պարերը, երաժշտությունը և մշակույթը։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։